Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր իրադարձություններ։ Մեր նախորդ տեսանյութերից մեկում արդեն նշել էինք, որ Սոսը կատաղում է, իմանալով, որ Բագրատն իր բաժնետոմսերի մի մասը որոշել է փոխանցել Շախունցների ընտանիքին, իհարկե մեծ գումարի դիմաց։ Բայց Անետն այս անգամ ավելի արագ է գտնվում ու Սոսին տեղեկացնում է, որ եղբայրը որոշել է իր բաժնետոմսերը վաճառել Շախունցներին, ինչի հետևանքով Սոսը ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում և թույլ չի տալիս, որպեսզի այդ գործարքը կատարվի։ Իհարկե Սոսն այս ամենն հենց այսպես թողնել չի կարող ու նա որոշում է Բագրատին ցույց տալ իր տեղը։ Հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ Անետն ուղղակի պատ է դառնում Բագրատի համար, որ Սոսը հանկարծ նրան չսպանի, որ Սոսի կյանքն իսկական դժոխքի չվերածվի։ Հատկապես, որ Անետն է, կարելի է ասել, այս ամենի մեղավորը, որ տեղեկացրել է Սոսին։ Իհարկե սա ազնվության մասին է խոսում, բայց նման բաները Բագրատի կողմից հաստատ չեն ներվելու։ Ու եթե Սոսը Բագրատին որևէ ձևով չվնասի, ապա Բագրատը երբեք չի մոռանա, որ հենց Անետն է Սոսին տեղեկացրել այդ ամենի մասին։ Իսկ մինչ այդ ամենահետաքրքիր զարգացումներն են սպասվում։ Հենրին կարողացել է Անգելինային համոզել, որ իր կյանքում կա ինչ-որ մեկը։ Բայց Հենրիի սիրտը չի կտրվում Անգելինայից ու իրեն վատ է զգում, բայց ամեն ինչ անում է, որպեսզի Անգելինան չտառապի։ Ֆաինան էլ լինելով լավ քույր փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իրենց կապը չկոտրվի, նա փորձում է հանդիպել Անգելինայի հետ, բայց բնականաբար Անգելինան չի հասկանում որն է պատճառը, որ Ֆաինան որոշել է իրեն հանդիպել, չէ՞ որ Հենրին նման ձևով հեռացել է իր կյանքից, էլ ինչու է Ֆաինան փորձում մտերմանալ, իսկ ավելի շուտ տեսանյութում։ Սարդարապատի ճակատամարտում են հուշահամալիրում։ Ինչքան խաղաղություն կա ստեղ, ամբողջ մարմնով զգում եմ սենց մեր հաղթանակը ստեղի ու էմոցիաներ եմ ստանում։ Բամ ստեղից դիմացից Արարատյան դաշտավայրի գեղեցկությունն էլ բառերով փոխանցելու չի, նկարել եմ, տեսնեմ, եթե հաջող կադրեր կան կտեղադրեմ ու առհասարակ ստեղ խաղաղություն կա, որը անփոխարինելի է։ Բամ Գերներ ողջույն, ուրեմն մի քանի բառով պատմեմ իմ եւ Yandex-ի փոխհարաբերությունների մասին ու այսօրվա դեպքը։ Ուրեմն կամ շատ լավն են վարորդները լինում, կամ շատ վատը, բայց այսօր շատ լավ պապիկ էր, շատ լավ մարդ էր, շատ պուպուշ մարդ էր։ Ուրեմն նստեցի մեքենան, ասում եմ՝ վայ քույրիկ ջան, ինչ անուշոտ բերեցիք ձեզ հետ։ Ասում եմ՝ շնորհակալ եմ, ասում եմ՝ անկեղծ ասած ձեզնից առաջ մի ուղևոր էր նստել, շատ վատ հոտ էր գալիս վրայից ու դեռ քթիցս այդ հոտը դուրս չի եկել։ Ասեցի խնդիր չկա, հեսա ես մի քանի հատ փշիկ կանեմ, ձեր մեքենայի մեջ այդ անուշ հոտը կմնա։ Ինչևէ, ասելիքս որն է, եթե մենք պահանջում ենք մաքրություն վարորդներից, նաև պիտի ինքներս մաքուր լինենք, որ մեքենան նստենք դուրս գանք, լավ տպավորություն թողնենք, լավ հոտ թողնենք, այսպես ասեմ, ոչ թե օրինակ մեզից հետո այլ ուղևորի հետ մեր հիգիենան քննարկեն, ամառակ այլը շուշու դողանալ, տենց լավ է լինում, շատ լավ է լինում տենց։ Ինչևէ, սիրելիներս, այսքանը։ Ճանտենայա, գնում եմ նկարահանման։ Այ, շատ եմ սիրում ես առավոտյան նկարահանումները, երբ որ թարում եմ և նոր ուժերով։ Վերջապես ես տանն եմ, բայց դուստ եմ, որովհետև ասոր էլի խաղում եմ ներկայացում այ քեզ հարսնիկ ներկայացումն է, լաթարում, ասոր ու էկվան խաղամ գը, բոլոր տոմսերն արդեն սպառված են,
Ինչի կզրծիմ էլի ախրկելագու լիզվով, որովհետև սա զապրոցներ, սա նոր մասիներ, թե գյումերվա բարբարա, թե ախրկելագի, ես կսեմ որատոնք շատ նման բարբարներ են, բայց չէ, ես ախրկելագցի եմ, զրծիմ գմեր գեղին լիզվով, մերենեցի եմ ավելի կոնկրետ, մեմա, սաղ իրենց հարգող ախրկելագցի գրել էին որ կոճղեզ էր, ոչ թե քիլիլ, կարևորն անիգեր, որ անունը չի դեի լավ, բայց գիտեի, որ դիք ուտելու բան է, հա, ուտելու բան էր։ Քեսեն դուս եկա երթամ ինձ լավ ներկայացում վեվարոր քադի աշելու ձեզի լավ ժամանց կցանկանամ շնորհակալություն օր հետս եք Աբրիկ սիրեմ գսաղուտ Վախեցեք կարահանում ասում Բարի ուշ երեկո սիրելիներս, եկել եմ ձեզ ասեմ, որ ուղիղ 1 ժամից հրաժեշտ եմ տալիս իմ 31 տարեկանին եւ դիմավորում եմ իմ 32-ը։ Իրականում շնորհակալ եմ իմ այս տարիքին, որովհետեւ ունեցա շատ սիրուն պահեր, լիքը սիրուն էմոցիաներ։ Կարևորը այս տարիքում, այս տարի ունեցա մեծ հաջողություն կարիերայում, որովհետեւ ինչքան նկարահանվել եմ տարբեր պրոյեկտներում, բայց վերջին զանգը իմ կարիերային բերեց նոր հաջողություն, նոր ալիք, այնպես որ այս տարին ես համարում եմ կարիերայի տարիք ու կարևոր չի, որ ինչ որ մի ասպեկտ իմ կյանքում այս տարի չդասավորվեց, դրա համար նոր սպասումներով եմ մտնում իմ 32 տարեկան, որովհետև հույս ունեմ, որ արդեն այդ տարիքում կդասավորվեն մյուս ոլորտը իմ կյանքի ավելի կոնկրետ, հույսով եմ, հավատով եմ, գոհ եմ իմ 31-ից ու 32-ից ավելի շատ սպասելիքներ ունեմ կարիերայում է անձնական կյանքում։ Օպրոսկյան, ես անկեղծ հույս չունեի, որ դուք գան։ Պուչիկներ աստվեք։ Ես ուզում ինձ պուչիկ առնեի, չեմ առել։ Ոտեմ, խնդրում եմ, ինչ լավն է։ Ախարտական երազանքինք պով։ Իրոպե, ետարա պահու պասի։ Մի խանգարի։ Սաղկան մեջ է դիրը, դունս է կան։ Իրոպե։ Գերի։